Ողջույն, եթերում մարդկանց աշխատանքով ապահովող բանուգործ հաղորդումն է։ Գիզանիա զվարճանքի մեքսիկական կենտրոնը նախատեսված է երեխաների համար որպես իրական քաղաքի պատճեն։ Այն ներառում է շենքեր, թատրոններ, խանութներ, քաղաքային տրանսպորտ։ 2-ից 14 տարեկան երեխաները կարող են ամբողջ օրը այնտեղ անցկացնել, ընտրելով 70 մասնագիտություններից որևէ մեկը։ Այսպիսով նրանք ծանոթանում են մեծահասակների աշխարհին, հասկանում են աշխատանքի արժեքը և կարողանում են գումար վաստակել քաղաքի ներքին արժույթով։ Իսկ եթե աշխատանք եք փնտրում, ապա զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով։ Ինչին նա իր մասնագիտությամբ չի աշխատում։ Տարիներ հետո ինքը կարող է իսկապես փոշմանի։ Չեմ կարող այդ ոլորտում աշխատել։ Ես պետք է չմոռանամ, որ դիմացինը կարող է ռևանշ ուզենա վերցնել և ես կլինեմ պարտվող։ Մեր տաղավարում են այսօր կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սուսաննա Հովսեփյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Հիշեցնեմ, որ մեր մասնակիցը Լիլիթը լրացրել է հոգեբանական թեստը, որի արդյունքները այժմ ներկայացնում եմ ձեզ։ Լիլիթը արևելագետը չնայած չի աշխատել իր մասնագիտությամբ։ Նրա մասին պատմող տեսանյութը կարող ենք դիտել էկրանի վրա։ Հենց երգն է եղել մեր այսօրվա հերոսուհու կյանքի ամենամեծ հետաքրքրությունն ու սերը։ Մտածում եմ, որ հետագայում ավելի մեծ տարիքում, երբ որ ես դառնամ չափահաս, լինեմ ինքնուրույն, կզբաղվեմ այդ ասպարեզով։ Սակայն ավելի մեծանալով, հասնելով ավելի բարձր դասարանների, սկսեցի ավելի լուրջ մասնագիտության մասին մտածել և մայրիկս էլ խորհուրդ էր տալիս, որ զբաղվեի արևելագիտությամբ, որովհետև միայն երաժշտությամբ դժվար կլիներ հետագայում։ Որքան էլ զարմանալի է, բայց տեսքից այսքան նուրբ աղջիկը մանկուց զբաղվել է կարատեյով և ուշույով։ Մեծացել էի հորս դաստիարակությամբ, ճիշտ ապրելակերպով և հետաքրքրվեցի գտա Գոր Վարդանյանի այդ մարտադպրոցը, հաճախեցի այնտեղ, սակայն գտա, որ դա իմը չէր։ Գեղեցիկը սիրող և գնահատող մեր այսօրվա հերոսուհին շատ է սիրում այն ամենը, ինչը կապված է ձեռքի աշխատանքների և ստեղծագործական մտքի հետ։ Շարունակեցի էլի իմ սովորելը, բայց նախասիրություններն էլի ունեցել եմ այդ արվեստի դեպի ֆուրշետը, զարդարումը, սովորել եմ ծաղկի դիզայնը, հետագայում նաև ֆուրշետը և նման փորձել եմ ավելի հետաքրքիր դարձնել ուսանողական կյանքս, ոչ միաբաբաղ։ Ինչպիսին է ձեր առաջին տպավորությունը մեր մասնակցի մասին։ Լիլիթը թողեց տպավորություն բավականի զարգացած մարդու, որը ձգտումներ ունի և եթե նա սկսի աշխատել, իմ կարծիքով նա լավ կաշխատի, սակայն ինձ շատ է հետաքրքրում, թե ինչին նա իր մասնագիտությամբ չի աշխատում և ինչի է անդրել այն մասնագիտությունը, որով նա նույնիսկ չի էլ փորձել աշխատելու, այստեղ հարցեր ծագեցին ինձ մոտ, որովհետև նա վատ մասնագիտություն չի անդրել։ Իսկ դուք ինչ կասեք։ Լիլիթին խորհուրդ կտամ զարգացնել իր մասնագիտությունը։ Այո, եթե նա 6 տարի շարունակ ստացել է մագիստրոսական կրթություն պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, չաշխատել այդ մասնագիտությամբ, դա, չգիտեմ, հետագայում տարիներ հետո ինքը կարող է իսկապես փոշմանի։ 6 տարի դու կրթություն ես ստացել։ Ոնց կարելի է 6 տարվա ամբողջ այդ գիտելիքները, որ քեզ տրվել է, մի կողմ դնել և հիմա հարմարվել պարզապես սովորական շարքային աշխատանքով որևէ գրասենյակում։ Որը բարձրագույն կրթություն չի էլ պահանջում։ Չի էլ երբեմն, այո, այնպիսի աշխատանքներ են իր ցանկությամբ ինքը հայտնել է, որ գործավարություն և այլն, որտեղ երբեմն բարձրագույն կրթություն պետք էլ չի։ Շնորհակալություն, եկեք այդ հարցերի պատասխանը ստանանք հենց իրենից, մեր մասնակցից։ Համեցեք մեզ մոտ, Լիլիթ, բարև ձեզ։ Նստեք։ Լիլիթ, դուք ձեր մասնագիտությունը ձեր բերեցիք ձեր մայրիկի խորհրդով։ Այսօր հետադարձ հայացքը նետելով ձեր ուսման տարիներին, փոշմանում եք, որ արևելագետ եք դարձել։ Չէ, չեմ փոշմանել, որովհետև սիրում եմ լեզուն, արաբերենը և մշակույթը ընդհանրապես շատ հետաքրքիր է, բայց աշխատել քաղաքական ոլորտում լինել, ասենք, թեկուզ հետագայում դեսպան, դա ինձ համար շատ սառը մասնագիտությունն է։ Քաղաքականությունը ինձ հարազատ չի, չեմ կարող այդ ոլորտում աշխատել, բայց հետագայում ես անպայման կկիրառեմ այս լեզուն, որովհետև իսկապես սիրում եմ։ Լիլիթ ջան, կներեք, սառը ասելով ինչ նկատի ունեք։ Նույն հարցը, հա։
որ հենց կոպիտ ասած սառը գլխով ես դատում, այդ լուծում ես հարցեր, չգիտեմ, քաղաքականությունը ինձ հարազատ չի։ Ես ինչ էի նաև ուզում հարցնել, անպայման պետք է քաղաքականությամբ զբաղվի արևելագիտական կրթություն ստացած մարդը։ Ինչի ես դու այդպես միակողմանի մոտենում քո, ասենք թե կրթություն ստացած ոլորտին, ինչի։ Անպայման քաղաքականություն։ Դե քաղաքականությունը բացառում։ Կարող համասարանում լեզուգրականություն Թարգմանական։ Կարող եք թարգմանչական գործ։ Չէ, ես ավելի շատ կատարելագործեմ իմ արաբերենը, որպեսզի ինքս չունենամ թարգմանչի կարիք, բայց շատ եմ սիրում մերձավոր արևելքի երկրները, հատկապես արաբական ծոցի եւ շփվել։ Այ ինչն է, որ ասում ես քաղաքականությամբ, դա թերի կարծիք չստեղծի, որ արևելագիտական ավարտած բոլոր ուսանողները միայն քաղաքականությամբ պետք է զբաղվեն։ Չէ, դե սկզբնականը դա է համարվում եւ երկրորդը թարգմանություն, ես այդ երկուսը բացառում եմ, ուղղակի դրա համար եմ։ Գիտեմ, որ նախարարությունը ունի ծրագիր, որը ուղղված է երիտասարդ մասնագետների ուժեղացնելու, խորացնելու համար։ Կծանոթացնեք այդ ծրագրին։ Երբ մենք տարիներ շարունակ աշխատաշուկան վեր էինք լուծում, մեզ համար պարզվեց մի շատ կարևոր բան։ Հատկապես 90-ականներից հետո, երբ տեղի ունեցավ այս սոցիալ-տնտեսական փոփոխությունները, 2000-ից հետո մեր ամեն տարվա աշխատաշուկայի վերլուծությունները ցույց էին տալիս, որ երիտասարդները դուրս են մնում աշխատաշուկայից։ Ավարտում են, բարձրագույն կրթություն են ստանում, սակայն չեն կարողանում տեղավորվել աշխատանքի, որովհետև չունեն համապատասխան աշխատանքային փորձ։ Բարձրացավ հարց. ինչ անել, եւ մշակվեց համապատասխան քաղաքականություն։ Նախարարությունը մշակեց քաղաքականություն, ներկայացրեց կառավարություն եւ կառավարությունը դեմ չեղավ, որպեսզի հաստատի այն ծրագիրը, որը իսկապես այսօր օգուտ է բերում երիտասարդներին։ Եվ մեր երիտասարդների մեծ մասը արդեն, ովքեր չունեին աշխատանքային փորձ իրենց ձեռք բերված մասնագիտությամբ, այսօր արդեն այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երիտասարդ շրջանավարտ, երբ ավարտելուց հետո դիմում է իր իսկ բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն, ստանում է համապատասխան խորհրդատվություն երիտասարդ մասնագետների համար նախատեսված այս աշխատանքային արտադրական պրակտիկայի վերաբերյալ ծրագրի շուրջ, ստանում է համապատասխան խորհրդատվություն, ընդգրկվում է այդ ծրագրի շրջանակներում որևէ գործատուի մոտ իր մասնագիտությամբ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատանքային այդ 3 ամիսների ընթացքում ձեռք բերված փորձը արդեն հիմք է տալիս, որ նա ակտիվանա։ Լիլիթ, դուք կուզենայիք մասնակցել այդ ծրագրին։ Ինչու ոչ, կարելի է փորձել։ Շատ լավ։ Լիլիթին ավելի լավ ճանաչելու համար նայենք էկրան։ Լիլիթ Ղազարյան, 26 տարեկան, ցանկալի աշխատավարձը 100,000 դրամ, ցանկալի աշխատանքային ժամերը 9-ից 19։ Ցանկանում է աշխատել որպես գործավարուհի, վաճառքի մենեջեր, դիզայներ, վաճառողուհի։ Անդրադառնանք հոգեբանական թեստին։ Որ կետերը գրավեցին ձեր ուշադրությունը, տիկինին։ Նախ իհարկե էլի թեստի ծերում է, որ Լիլիթը շատ դրական ու շատ առաջ գնացող անձնավորություն է, դա երևում էր եւ առանց տեստի էլ, բարձր իսկ տեստով առավել եւս, եւ նաեւ խոսքը շարունակելով հանդերձ ես Լիլիթին եւ ոչ միայն Լիլիթին կցանկանամ, որ մենք պետք է սովորենք որոշումները ընդունել եւ կայացնել ինքնուրույն, ինչ ուզում է լինի, ուրիշ բան, որ որևէ մեկը մեզ, եթե մենք հարցնենք խորհուրդ, թող մեզ խորհուրդներին, մեր հարցրածին պատասխանեն, ոչ թե որոշեն մեր փոխարեն, դա անպայման կյանքով մեկ եւ ընդմիշտ։ Իսկ ինչը վերաբերում է տեստին, այստեղ ես ուզում եմ այս հարցին անդրադառնալ, հենց առաջի հարցին իր ջան, կորցնելը կամ պարտվելը ինձ առանձնակի չի հիասթափեցնում, չնայած նախընտրում եմ հաղթող լինել։ Ինչ է նշանակում հաղթող լինելը։ Կոնկրետ, եթե ես դրել եմ ինչ-որ նպատակ հասցնել դա կոնկրետ ժամանակաշրջանում, ես դա նույնպես հաղթանակ եմ համարում։ Լավ, իսկ եթե դուք պարտվում եք եւ պարտվելը դա փաստորեն դառնում է մի բանը, որ դուք գուցե ճիշտ նպատակ չեք դրել, դրա համար եք պարտվել։ Այո, չեմ հիասթափվել։ Ինչ եմ ուզում ասել, նախ ուրեմն երբ որ մենք անպայման հաղթողի դերում ենք լինում, հա, մանավանդ եթե մարդկանց հետ ենք հարաբերվում,
ոչ միայն նպատակի, եւ ես այս պահին հաղթողի դերում եմ, ես պետք է չմոռանամ, որ դիմացինը կարող է ռևանշ ուզենա վերցնել եւ ես կլինեմ պարտվող։ Նաեւ այդ էլ երբեք չմոռանանք։ Եվ երկրորդ հարցը, որը ես ուզում եմ անպայման տայի, որքանով ես վստահ, որ կարող ես երազանքներդ իրականացնել։ Ինչ ես անում երազանքները իրականացնելու համար, Լիլիթ ջան։ Դե ներկա պահից ինձ համար երազանք է աշխատանք ունենալը եւ օրինակի համար հենց փորձել եմ դիմել եմ այս հաղորդաշարին։ Շնորհակալություն։ Իսկ դուք ինչ կասեք տեստի արդյունքների մասին։ Ես աշխատանքային ունակություններին եմ ուզում անդրադառնալ, այստեղ երրորդ կետում նշված է, նշվածներից որն է առավել մոտ աշխատանքի մասին քո փիլիսոփայությանը։ Լիլիթը պատասխանում է, միշտ չէ, որ աշխատանքի վերջում ստանում ես այն, ինչին արժանի ես։ Տեսեք, շատ է պատահում աշխատաշուկայում, իսկապես հիասթափություն, չեն կարողանում իրենց տեղը գտնել, իսկ սիրելի աշխատանքը ունենալ եւ այդպես շարունակ։ Ցանկացած պատահական աշխատանքի այսպես գնալու ես կասեի, որ դու հակված չես։ Հիմա ուզում ես, փորձում ես, ասում ես, ինչպիսի աշխատանք էլ լինի կգնամ, բայց դու երկար չես դիմանա։ Դու ուզում ես, ցանկություն ունես արժանապատիվ աշխատանք ունենալու։ Շնորհակալություն Տեկին Սուսանա, գիտեմ, որ դուք սիրում եք ամեն ինչ կապված է դիզայնի հետ։ Կպատմեք դրա մասին մի փոքր, սովորել եք որևէտեղ։ Դիզայնի հետ կապված ուսանողական տարիներում սովորել եմ ծաղկի դիզայն, ֆլորիստ դիզայներ, եւ արդեն ամուսնանալուց հետո նոր այս տարածված ֆուրշետ եմ սովորել։ Իսկ կուզեք այս ոլորտում աշխատել։ Կուզեմ փորձել եւ ավելի զարգացնել ինձ մոտ։ Շնորհակալություն Լիլիթ, հարգելի փորձագետներ, դուք Լիլիթին որ ոլորտում եք տեսնում։ Հենց այն, ինչ ինքը ինձ նոր ասաց։ Իսկապես հրաշալի կլիներ, երբ Լիլիթը այսպես նախնական հենց սկզբից ոչ թե արևելագիտության ֆակուլտետ, այլ կեսաբանության ֆակուլտետ ավարտեր, որովհետև սիրում է ծաղիկներ, սիրում է բնություն եւ դա իր տարերքն է։ Եվ տեսնում եմ, որ այդ բնագավառում ինքը իրեն իսկապես լավ կզգա։ Իսկ եթե սիրված աշխատանքով ես աշխատում, բնականաբար ինքդ էլ օրվա ընթացքում թեթև հանգիստ տուն ես գնում, որովհետև իսկապես սիրելի գործ ես կատարել։ Իսկ Լիլիթ, համաձայն եք ձեզ առաջարկած խորհուրդներին կամ աշխատատեղերին։ Այո, համաձայն եմ եւ կփորձեմ։ Տեսնենք ինչ կստացվի։ Եվ ճիշտ դրսևորելով ձեզ, օգտվելով տված խորհուրդներից, պատրաստ եք հանդիպել մեր գործատուներին։ Այո, պատրաստ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարժվում ենք դեպի մեր պոտենցիալ գործատուները։ Գնացինք։ Մի երկրորդ տրեյնինգ կանցկացնենք։ Շատ դրական տպավորություն է։ Ունի մասնագիտական կրթություն։ Նա հետաքրքրասեր է, այսինքն ուզում է ինչ-որ բան իմանալ։ Լիլիթին պարզապես ես առաջարկում եմ, որպեսզի ինքը սիրի իր ստացած մասնագիտությունը նախնական որ ստացել է, որ 6 տարի սովորել եւ թողնել այդ մասնագիտությունը եւ անցնել միանգամից մեկ այլ գործի շատ դժվար կլինի նրա համար։ Վերջի հարցը տեստի, որին Լիլիթը պատասխանեց, հնչում էր հետևյալ ձևով. Ինչ ես կարծում, նշվածից որն է դեպի հաջողության տանող ամենակարևոր ճանապարհը, եւ Լիլիթը պատասխանում է ճանաչել ճիշտ մարդկանց, լինել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, դա ամենաճիշտ եւ առաջ տանող պատասխանն է։ Բանուգործը առաջարկում է հետևյալ թափուր աշխատատեղերը. անգլերեն լեզվի մասնագետ 100,000 դրամ, շեֆ խոհարար, օրական 10,000 դրամ, բարմեն 80,000-ից 90,000 դրամ։ Զբաղվածության պետական ծառայություն գործակալության տվյալներով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 65,200, որից 46,800-ը կանայք են։ Հայաստան տեղեկատու, վաճառքի մենեջեր, պարտականությունները, զանգահարել կազմակերպություններ, նրանց հետ վարել բանակցություններ, կազմակերպություններին ներգրավել տարբեր փաթեթներով, կնքել պայմանագրեր եւ կազմել հաշվետվություններ։ Աշխատանքային ժամերը 9:30-ից 18:30, ընդմիջում 13-ից 14-ը, աշխատավարձը 85,000 դրամ, գումարած տոկոսներ յուրաքանչյուր պայմանագրից 5,000, 10,000, 20,000, կախված կնքված պայմանագրի տեսակից։ Այժմ մենք մոտենում ենք Հայաստան տեղեկատուին, այստեղ գտնվում է մեր առաջին գործատուն։
Հիշում եք խորհուրդները, որ դուք ստացաք տաղավարում, մի քիչ անվստահ եք ձեզ զգում։ Չէ, մի փոքր լարվածություն կա, բայց անվստահություն չկա։ Այդ լարվածությունը հանեք, խնդրում եմ, եւ ներկայացրեք ձեզ այնպես, ինչպես որ դուք կաք։ Գնացեք։ Բարև ձեզ, Վանես։ Կարելի է ձեզ մոտ։ Մեր մասնակիցն է Լիլիթ, տնօրեն Վալենտինա։ Մենք եկել ենք հարցազրույցի։ Որ աշխատանքի համար։ Վաճառքի բաժնի։ Այո։ Հիմա վաճառքի բաժնի ղեկավարը, ինչպես տեղյակ եք, մեր մոտ Տաթևիկ Չապեջյանն է, հարցազրույցը Տաթևիկն է անցկացնում։ Այո, ես ձեզ կուղեկցեմ Տաթևիկի մոտ։ Շատ շնորհակալություն։ Եթե չեմ սխալվում, այդտեղ է, չէ՞։ Շնորհակալություն Վալենտինա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Տաթևիկ ջան։ Ինչպես եք։ Երազանք դուք ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեղեկացել եմ, որ դուք եք անցկացնելու։ Այո, քանի որ արդեն բաժնի տնօրենը ես եմ, ես ինքս կանցկացնեմ, որտեղ աշխատել ենք միասին։ Շնորհակալություն, անցնեք։ Ես կարող եմ մասնակցել հարցազրույցին։ Ցանկալի է։ Շնորհակալություն։ Լավ, բարև ձեզ։ Իմ անունը Տաթևիկ է։ Ես մարքեթինգի բաժնի տնօրենն եմ, այսինքն եթե աշխատենք միասին։ Մի փոքրիկ կարող եք ներկայացնել ձեզ, այսինքն ձեր անունը, որտեղ եք սովորել եւ ինչ աշխատանքային փորձ ունեք։ Ես Լիլիթն եմ, սովորել եմ Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, արաբագետ, սակայն չեմ հասցրել աշխատեմ մասնագիտությամբ, որովհետև անմիջապես ավարտելուց հետո ամուսնացել եմ, ընտանիք, բալիկներ, նոր հիմա նրանք գտնվում են այն տարիքում, որ կարող են մանկապարտեզ գնալ ու ես փորձում եմ ես էլ գտնեմ աշխատանք։ Շատ լավ, իսկ մոտավորապես գաղափար ունեք, թե ինչ աշխատանքի մեզ մոտ կատարվում։ Ահա ես պատկերացնում եմ, որ բանակցություն հարցազրույցներ ներկայացնում եք ձեր գործունեությունը ինչ եք անում եւ անընդհատ շփում կազմակերպությունների հետ, հեռախոսային եւ թեկուզ առերես։ Շատ լավ, մոտավորապես գաղափար ունեք։ Այսինքն մենք ունենք 4 ծառայություններ, մենք տնօրենների հետ հեռախոսազանգի միջոցով ոչինչ չենք պայմանավորվում, այսինքն չենք ներկայացնում մեր ապրանքը, մենք զանգահարում ենք, փորձում ենք տնօրենների հետ հանդիպում նշանակել կամ մեզ մոտ գրասենյակում կամ իրենց մոտ եւ գնալով արդեն պրեզենտացիա ենք անում, փորձում ենք պայմանագիր կնքել։ Կարողանաք ռիթմի հետ շարժվել։ Պատրաստ եմ։ Ես հենց այդպեսի տենց ակտիվ հետաքրքիր գործ եմ ուզում։ Վաղ ժամը 10-ին կարող եք գալ մեզ մոտ, մի երկրորդ տրեյնինգ կանցկացնենք, այսինքն կներկայացնենք ձեզ, թե ինչ ենք վաճառում եւ տեսնենք դուք կարողանաք, այսինքն նույնը հետո վաճառել ինձ։ Եթե ստացվի, ես ես կտամ արդեն 500 բազա, այսինքն եւ դուք արդեն կփորձեք աշխատել։ Մեզ մոտ փորձաշրջանն էլ ինքը կնքում ենք ձեզ հետ աշխատանքային պայմանագիր, այսինքն որպես տեղ ինքը այսինքն դուք ապահովագրված լինում եք, ունենում եք կոնկրետ աշխատանքային պայմանագիր։ Շնորհակալ սպասում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Ասեմ, որ մտավախություն պետք չէ ունենալ, ես ինքս էլ ունեի, բայց ամբողջությամբ սպառվեցին, քանի որ աշխատանքը ճիշտ է, բավականին բարդ է, բայց շփումը, քանի որ դուք էլ ունեք շփումը, դուք այս աշխատանքի հետ կարողանաք գլուխ բերել։ Եկեք փորձենք, ես էլ ձեզ իհարկե կօգնեմ եւ մեր բաժնի բոլոր աղջիկներն էլ մեծ պատրաստակամությամբ ձեզ կօգնեն։ Արդեն այստեղ եւս մեկ մասնակից ունենք Տաթևիկը, որը նույնպես այս հաղորդման շրջանակն եմ այստեղ աշխատանք գտավ։ Եկեք փորձենք, մեծ սիրով ձեզ կօգնենք եւ ես եւ Տաթևիկը եւ մնացած բոլոր աղջիկները։ Վստահություն կա, մոտեցում կա մարդկանց, շփման կարողություն ունի։ Եվ ի վերջո նա ամենակարևոր գործոնը ունի։ Ի վերջո ձեր հաղորդումը եւ ձեր միջոցով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տաթևիկ, ցտեսություն, ձեզ հաջողություն։ Ձեզ ինչ հանդիպում։ Տեսում։ Հարցազրույցը անցավ ջերմ մթնոլորտում եւ ունեցավ հաջող ավարտ։ Տաթևիկը կարողացավ մեր մասնակիցը մեր հաղորդման կարողացավ ճիշտ ներկայացնել ձեզ, թե եւ դուք վստահ եւ ճիշտ պատասխանեցիք իր հարցերին։ Ինչպիսին է ձեր տպավորությունը։ Դուք կուզենայիք աշխատել այստեղ։ Շատ դրական տպավորություն է։ Ես շատ ողջավորված եմ, այո, կփորձեմ ցույց տալ իմ հնարավորությունները եւ անցնել աշխատանքի։ Եվ համոզված եմ, դա ձեզ կհաջողի։ Շնորհակալ եմ։ Չմոռանանք, մենք դեռ ունենք 2 գործատու, այժմ գնում ենք երկրորդ գործատուի մոտ։ Տեսնենք ինչ է մեզ սպասում։ Ակտա Հոլդինգ, տուր օպերատոր,
Պարտականությունները՝ ներգրավել արտասահմանցի զբոսաշրջիկներին, պաշտպանել նամակագրական կապ նրանց հետ, տեղեկություն տալ Հայաստանի մասին, կատարել թարգմանություններ։ Աշխատանքային ժամերը 9-ից 18, աշխատավարձը 80,000 դրամ։ Մենք մոտենում ենք Ակտա հոլդինգին։ Այստեղ գտնվում է մեր երկրորդ գործատուն։ Դուք պետք է հարցազրույց անցնեք, շատ լավ եք դա անում, կարողանում եք եւ ինձ թվում է մենք նորից կունենանք հաջողություն։ Համեցեք։ Ինչ մեր մասնակիցը հարցազրույց է անցնում, մի փոքր խոսենք նրա մասին։ Նա արևելագետ է, բացի դրանից կարողանում է ճիշտ եւ լավ շփվել մարդկանց հետ։ Ինձ թվում է այդ հատկանիշները եւ իր մասնագիտությունը կօգնեն իրեն լինել լավ տուր օպերատոր։ Ավարտվեց հարցազրույցը։ Այո։ Հաջող։ Մի փոքր սպասեք ինձ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ կասեք մեր մասնակցի մասին։ Ինչպես անցավ հարցազրույցը։ Ունի մասնագիտական կրթություն, չունի աշխատանքային փորձ, բայց մենք պատրաստ ենք նրան տրամադրել հնարավորություն, որ եւ ունեն աշխատանքային փորձ եւ աշխատանքով ապահովենք եւ ընթացքի ժամանակը ցույց կտա։ Բայց մեկ պլյուս ունի, որ ինքը արևելագետ է եւ արևելագետ է յասիների գիտի, դրա համար մենք հնարավորություն ենք տալիս ձեռք բերելու աշխատանքային փորձ եւ հմտություններ եւ ուրախ ենք ընդունում մեր ընտանիք, մեր աշխատանքային կոլեկտիվ։ Հուսով եմ ինքը իր տեղը կգտնի։ Անպայման։ Շնորհակալություն, տեսնենք։ Այստեղ ձեզ նույնպես պատրաստ են գործի ընդունել եւ շատ մեծ դեր խաղաց այն, որ դուք լեզուներ գիտեք, մանավանդ արևելագետ եք, արաբերեն գիտեք, ռուսերեն, հայերեն, այնպես որ հույսով եմ, որ ձեր այստեղի աշխատանքը կապված է ուղղակի միայն ձեր ընտրությունից։ Ինչ կասեք։ Այսինքն նաև կարող եք համաձայնվել այդ աշխատանքին։ Այո։ Լավ, գնանք մյուս գործատուի մոտ։ Մեզ սպասում է երրորդ գործատուն։ Մոնամի ծաղկի եւ դիզայնի խանութ սրահ։ Դիզայներ։ Պարտականություններն են՝ պատրաստել գեղեցիկ կոմպոզիցիաներ, կատարել գեղեցիկ համադրումներ։ Անհրաժեշտ է ունենալ կրեատիվ մոտեցում յուրաքանչյուր հարցում։ Աշխատանքը հերթափոխային է՝ 10-ից 19, 16-ից 24-ը, 1-ից 9։ Մենք մոտենում ենք Մոնամի ծաղկի սրահին։ Այստեղ գտնվում է մեր վերջին երրորդ գործատուն։ Մենք մոտենում ենք գեղեցկության աշխարհին։ Պատրաստ եք հարցազրույց անցնել։ Պատրաստ եմ։ Դե գնացինք։ Մեր մասնակիցն է Լիլիթ։ Շատ ուրախ եմ Լիլիթ ջան, ես էլ եմ Լիլիթ։ Հաճելի։ Լավ է։ Հարցազրույց դուք անցկացնեք։ Հա, իհարկե։ Մենք հիմա կխոսենք Լիլիթ հետ, հետո արդեն կհասկանանք։ Լավ, հաջողություն ձեզ։ Գեղեցկությունը կփրկի աշխարհը։ 100%-ով համոզված եմ այդ ասվածքի հետ։ Հուսով եմ մեր մասնակիցը ընտրելով աշխատանքը այստեղ իր լուման կդնի այդ գործում։ Ավարտվեց հարցազրույցը։ Սպասենք։ Գեղեցկության աշխարհում։ Ինչ Գարնան մեջ ես արդյունքներ ունենք հարցազրույցի։ Կարծում եմ, որ Լիլիթը շատ լավ եւ դրական անձնավորություն է եւ ինքը շատ հաճելի կերպար է ինքը իրենով, բայց Լիլիթը հարցերից, այսինքն ես հասկանում եմ որպես մարդ, որը կարող է աշխատանքի ընդունել ինչ-որ մեկի, որ երբ որ նա հարց է տալիս, նա հետաքրքրասեր է, այսինքն ուզում է ինչ-որ մի բան իմանալ եւ իհարկե օրինակ վաճառողի համար ինքը շատ կարող է սկսել այդ տեղից եւ իհարկե ինչ-որ մի տեղից ամեն դեպքում պետք է սկսել։ Եթե սկսի վաճառողից, ծանոթանա տաղիքների անունները, իմանա, տեսնի ինչպես են աշխատում, ինչ-որ մի բան հետաքրքրասեր լինելով հանդերձ մի ավել բան իմանա, կարծում եմ կարող է նաեւ այդ ուղին, որը նա շատ ցանկանում է բռնել, նաեւ ստացվի։ Այո, ցանկանում է, որ մեր զրույցի ժամանակ նա ասել էր, որ շատ հետաքրքրված է եւ նույնիսկ զբաղվել է դիզայնով։ Այո, այո, եւ կարեւորը ինձ թվում է հենց ցանկությունն է։ Ես կոնկրետ Լիլիթին հավանեցի որպես անձնավորություն եւ ինքը կարող է լինել, չգիտեմ, հետագայում, եթե լավ ցանկություն ունի, կարող է հասնել իր նպատակներին։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն, Արիք ջան։ Ցտեսություն։ Ցտեսություն, համեցեք։
Ինչ ընտրություն կանեք, ինչպիսին է ձեր կարծիքը։ Կարծիքը ես ճիշտ ասած երեքն էլ հավանեցի, բայց հավանությունը կտամ առաջին եւ երկրորդին եւ երրորդին այստեղ էլ ասեցի։ Այստեղ շատ հարմար էր, ուղղակի ժամային գոտին շատ երկար է, բայց ես չեմ կարող շատ երկարատևում ժամանակը։ Փորձեմ երկու տարբերակները, տեսնեմ, որը կստացվի ավելի լավ։ Աշխատանք գտնելու կամ աշխատատեղ առաջարկելու համար զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով, գրեք նամակներ էլեկտրոնային հասցեին կամ Facebook-ի մեր պաշտոնական էջին։ Շարունակեք որոնել եւ դուք էլ կգտնեք ձեր բանու գործը։